Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ինչ մի խնդիր կա։ Մարդը Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվել է բանկում կարևոր պաշտոնի, ամբողջ հարցը այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է կառավարությանը։ Եվ այն բանից հետո, երբ կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձրաստիճան պաշտոնյա։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նաև հանդիսանում է Viva Armenia կառավարման մարմնի անդամ։ Էլի առաջին հայացքից ինչ խնդիր կա, որ հիմա Viva Armenia-ում տվյալ մարդը որոշակի պաշտոն է զբաղեցնում։ Ամբողջ խնդիրը այն է, որ Viva Armenia-ում կառավարությունը ունի 20% մասնաբաժին։ Եվ այն գործարքից հետո, երբ Viva MTS-ը վաճառվում է եւ Viva Armenia է դառնում եւ կառավարությունը այնտեղ 20% է ձեռք բերում, դրանից հետո Ռուբեն Ռուբինյանի եղբայրը Հարգարժան Լևոն Ռուբինյանը նշանակվում է այնտեղ պաշտոնի։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի առաջացնում, քաղաքական հովանավորչության խնդիր չեք տեսնում։ Մենք բոլորս այս օրերին դեռ իհարկե կանդրադառնանք, բայց կենտրոնացել էինք Հայկ Կոնջորյանի կնոջ հետ կապված հարցին, ով նշանակվել է Հայփոստում տնօրեն եւ բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ինչը նորմալ է, բա պետքա խոսենք։ Բայց նաեւ պարոն Ռուբինյան, դուք պետքա այս ամբյոնից ասեք, թե ոնց է ստացվել, որ ձեր եղբայրը նման աննախադեպ հաջողություններ է գնացում գրանցում այն կազմակերպություններում, որտեղ կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում։ Իմիջիալոց այս խնդիրը եզակի չէ, եւ կան նաեւ այլ պաշտոնյաներ, ովքեր նույն ուղով են գնացել։ Օրինակ, Արարատ Միրզոյանի կինը հանդիսանում է ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի ղեկավար։ Որպեսզի մոտավոր պատկերացնեք սա ինչ է, դա Անիվ հիմնադրամի քույր կազմակերպությունն է։ Հիշում ենք բոլորս Անիվ հիմնադրամով մոտ 25 միլիարդ վատնված գումարները։ Հիմա վատնեցին, Ավինյանը հանգիստ իր համար հիմա էլ մուլտի-վելնես նախլում ու դրանից մեծ գոհունակությամբ հայտարարություններ անում, հիմա ստեղծել են այլ հիմնադրամ եւ ով պետք է ղեկավարի այդ հիմնադրամը, իհարկե որևէ պաշտոնյայի կին, այս դեպքում Արարատ Միրզոյանի կինը։ Ես իհարկե բացարձակ խնդիր չունեմ ոչ Արարատ Միրզոյանի կնոջ հետ, ոչ Լևոն Ռուբինյանի հետ եւ մնացածի, կարող լավ են մարդիկ են, լավ են մասնագետներ են։ Բայց այդ ոնց է ստացվում, որ հենց պետությունը, կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, այնտեղ գնում են բարձր աշխատավարձով, սա շատ կարեւոր է, բարձր աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում։ Նման մի բան հավանաբար հիշում եք, երբ որ Ալեն Սիմոնյանի եղբայրը կազմակերպությունը այս բանը լավ չեմ հիշում, բավականին Եվրոասֆալտը, այո, բավականին մեծ տենդերներ էր շահում։ Բավականին մեծ տենդերներ էր շահում, որ պահին Ալեն Սիմոնյանի եղբայրը այդ ղեկավարի պաշտոնից դուրս եկավ, այդ կազմակերպությունը հիմա սնանկացման եզրին է։ Այսինքն սնանկացման process-ը հիմա գնում, այդքան կարևոր ֆիգուրներ են մեր պետության բարձրաստիճան պաշտոնյաների հարազատները, որ եթե իրենք ղեկավարում են, փայլուն է, դուրս են գալիս միանգամից սնանկանում է։